Ահա, կդրեք։ Լսվեց, չէ, բայց այդ որ ես միկրոֆոնը կարող ասում եի դաշնակցություն խոսալու իրավունք չունեմ։ Մի հատ եմ կրկնա։ Պարոն Խաչատրյան, Ալեքսանդրապոլի պայմանագիր, չգիտեմ, հիմա ոսա դուք էլ եկեք չկռվենք, դուք չունեք փաստարկ եւ խոսալու տեղ։ Ամեց է կարծականքը։ Պարոն Միրզոյան, ես մի անգամ եմ անկապարտեզում կողքի աղջկա մազն եմ քաշել, հույս ունեմ չեք ասի, որ դա ինձ զրկում է հարց տալու իրավունքից։ Հայաստանի Հանրապետությունը ստեղծվեց Բաթումի պայմանագրով մոտ 12,000 քառակուսի կիլոմետրի վրա, հանձնվեց բոլշևիկներին մոտ 30,000 քառակուսի կիլոմետր տարածքով, իսկ այդ ընթացքում ինչքան էլ կապ չունի, սկսվեց 12 Ինչքան ծիծաղալու բան ասի, պարոն Նազարյան, սկսեց 0-ից 12-ով ֆիքսվեց, 30-ով հանձնվեց։ Դուք որ առաջի փոխվարչապետ էիք, հանգիստ գնում եք Ստեփանակերտ, որովհետև 42,000 քառակուսի կիլոմետր այն տարածքը, որ հանգիստ գնում էիք։ Հիմա Հայաստանի ինքնիշխան իրավազորության ներքո գոնե 28,742 քառակուսի կիլոմետր, այսօր ձեր իշխանության ներքո 200 քառակուսի կիլոմետրով պակաս եւ կար Արցախի Հանրապետություն 12,000 քառակուսի կիլոմետր ինքնիշխան իրավազորության ներքո, բայց ձեր հարցերին պատասխանեմ չկռվենք, ուրեմն ֆիքսենք, ամերիկացիների հետ մոտ 5 ամիս առաջ ստորագրել եք փաստաթուղթ, դեռ չեն ժամանել եւ դեռ ինչ է արվել, որևէ պատասխան չնշվեց, վիզայի ազատականացման հետ կապված քննարկում եք, բայց ոչ մի լավ բան դեռ չկա, ես առաջի Շենգեն, դեռ Շենգեն չէր, գերմանական վիզան 96 թվին եմ ստացել, 5 օր է տևել, դիմումը ներկայացնել, գնալ հարցազրույցի, գնալ անձնագիրը վերցնել, այսօր հիմա բոլորով ստեղում ձեռը հեռախոս կա, մի հատ փորձենք որևէ վիզայի կենտրոն, որևէ երկրի համար փորձենք ժամադրություն ստանալ, տեսնենք քանիսս, այսքանիցս կհաջողի, որևէ արդյունք ոնց որ թե չկա, ԵՄ գործ